Սրանից հետո մեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Ձյացակո, դու գիտես իմ համար ինչ կարևոր է քո ընտանիքը։ Արամ ջան, ախպեր ես, դու էլ։ Ու այն գործը, որ մենք միասին ենք անում։ Ճիշտ է, մի քիչ վտանգավոր է, բայց այդ ոչ մի խնդիր չի իմ համար։ Որ 1000 անգամ էլ պետք լինի, այս գործի մեջ ես նորից կմտնեմ։ Էլ կարիք չի լինի, Արմո։ Լավ չհասկացա։ Քանի ամեն ինչ մաքուր է, փաստաթղթերը կփոխենք իմ անունով։ Դու էլ կապ չես ունենա։ Բայց տենց ոնց կլինի։ Կլինի, Արմո, կլինի։ Բայն ժամանակ ոնց եղավ, երբ իմ անունից ամեն ինչ փոխեցինք քո անունով։ Ձյացակո, մենք նոր ենք բրծել վտանգից։ Ու այդ ամեն ինչը կարա կասկածելի լինի։ Դու ոնց ես տենց որոշում անում։ Հիմա դու ինձ աշխատելու ձև ես սովորեցնում։ Չէ։ Ես ոչ մի բան էլ չեմ սովորեցնում։ Ուղղակի իմ մոտ տպավորությունն է, որ դու ինձ էլ չես վստահում։ Վստահել, չվստահելու խնդիր չկա։ Ամեն ինչ անում ենք ըստ օրենքի։ Քանի դեռ ամեն ինչ մաքուր է, իմ անունով կձևակերպենք ամեն ինչ։ Ըստ օրենքի։ Դու էլի կմնաս քո աշխատանքին, բայց տնօրեն չես լինի։ Հաստատ ես որոշել։ Ոնց որ շատ ծանր ես, հա, տանում այդ փաստը, Արմո։ Պիտի ուրախ լինեիր, որ այդ տակից արվող գործերը էլ քո անունով չեն լինելու։ Թե ինչ որ պլաններ ունեիր, որ կիսատ մնացին։ Խոսի, Արմո, նեղվեցիր։ Չէ։ Ուղղակի հասկանում եմ, որ քիչ-քիչ ազատվում եք իմ ներկայությունից։ Կարող է հետո էլ որպես սովորական աշխատող ձեզ պետք չգամ։ Հետո էլ որպես Արմո, ընդհանրապես։ Հա, ձյացակո։ Ինչ որ բան կա, որ ես չգիտեմ։ Չէ։ Հա։ Հա, կա։ Ուղղակի ես էլ չգիտեմ, թե ինչ։ Հիմա ամեն ինչ կհասկանանք։ Ձյացակո, ես տպավորություն ես ստեղծում, որ դու ինձ չես վստահում։ Կարող է ես եմ ինչ-որ բան արել, որ հիմա չես վստահում ինձ։ Վստահել, չվստահելու խնդիր չկա, Արմո։ Ուղղակի քո անունից փոխվում է իմ անունով։ Այդքան բան։ Դու էլի կարող ես գալ օֆիս քո աշխատանքին, աշխատել, բայց ամեն ինչ լինելու է իմ անունով։ Բացի օֆիսից դու լավ գիտես, որ իմ տանն էլ տեղում ես։ Լավ, որոշողը դու ես։ Ես գնամ արդեն։ Քեզ կճանապարհեմ։ Ռամ ջան, դեղի ջանն է։ Ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ։ Ես չեմ հասկանում ինչու՞մն է դժգոհությունդ։ Ես էլ չեմ հասկանում կտրուկ փոփոխությունները, ձյացակո։
Ես չգիտեի, որ իմ սեփական բիզնեսը իմ անունով անելու համար պիտի քեզնից թույլտվություն հարցնեմ։ Հարցը բիզնեսը չի, այդ դու էլ ես լավ հասկանում։ Բա ի՞նչն է հարցը, Արմո։ Ի՞նչն է հարցը։ Դու ինձ բան չունես ասելու։ Ժամանակը կգա ամեն ինչ էլ կհասկանանք։ Բայց երևի այս ամեն ինչ հասկանալու համար դեռ ժամանակ ունեմ ես, թե ինչ ես սենց անում։ Ժամանակը կգա։ Անպայման կգա։ Դու ինձ չես վստահում, ձյացակո։ Արմո, այս դարում մարդ իր շողքին անգամ չի կարող վստահի, որովհետև շողքը երբեմն կարախափի։ Իսկ դու մեծ տղա ես, դրել ես ինչ-որ մանկական հարցեր ես տալիս։ Այդ ինչն էր փոխվավ։ Առաջ դու իմ հետ սենց չէիր խոսում։ Այս խոսակցությունը տհաճ է ինձ համար։ Ավելի լավ է դու գնա տուն, Արմո, գնա։ Գնա տուն, հանգստացի, առավոտը կգաս աշխատանքի ու կանցնես քո գործին։ Իսկ Նարեի հարցում իմ դիրքորոշումը գիտես, եթե դու կարողանաս ազնիվ կերպով շահես իմ աղջկա սիրտը, բայց առանց խաթրին կպրելու։ Իմացի, որ իմ տան մեջ միշտ էլ տեղ ունենալու ես։ Հասկացանք իրար։ Ահա։ Սոնա։ Սոնա, չես լսում։ Հայկ կլինի ինձ հանգիստ թողես։ Բացի խոսանք։ Չեմ ուզում։ Սոնա, երեխայություն մի արա, դուրը բաց, նորմալ իրար հետ խոսանք, հասկանանք ամեն ինչ։ Կլինի հանգիստ թողես ինձ, չեմ ուզում հետդ խոսեմ, չեմ ուզում։ Ինչ է, Հայկո։ Դուրը փակելա չի բացում, որ խոսանք։ Հա, նորմալ է։ Վարու ջան, ի՞նչն է նորմալ։ Լավ, արի իջնենք ներքև, պարտադիր չի մեր խոսակցությունը լսի։ Չէ, միջև հետը չխոսամ, ոչ միտեղ չեմ գնալու։ Հետը խոսացել ես էլի, որ հիմա դուրը փակել է երեսիդ։ Արի լսի էլի, որ մի բան ասում եմ, ուրեմն տենց է պետք։ Գնաց, Արմոն։ Բա, ասում ես ինչի համար տենց մի անգամից վերաբերմունքդ փոխեցիր Արմոյի հանդեպ։ Հիմա էլ դու։ Չէ, ես ուրախ եմ քո որոշման համար։ Ուղղակի ինչ հիշում եմ, ես քեզ ասում եմ արի Արմոյին հանենք այդ պաշտոնից։ Բայց նենց տպավորություն էր, որ դու ինձ չես էլ լսում։ Ու հիմա հանկարծ տենց բան ես որոշում։ Ինչ է, քեզ թվում է իմ որոշման մեջ ինչ-որ տարօրինակ բան կա։ Պապա, անգամ այն ժամանակ, երբ որ դու իմացել ես, որ Արմոն Նարեին ինչ-որ բաներ է ստիպում, կամ սպառնալիքներով է հետը խոսում, դու այդ ժամանակ կանգնել ես Արմոյի կողքին։ Ու հիմա հանկարծ ինչ ես անում։ Չէ, հենց ամենասկզբից էլ երևում էր, որ ինչ-որ մի բան այն չի ստեղ։
Ու երևում էր, որ ինչ-որ մի բան չեք ասում ինձ։ Ես ընդամենը արել եմ քայլ, որից հետո ավելի ապահով կլինենք։ Վտանգ էիր, հա, զգում Արմոյից։ Հիմա ինչ ասեմ, մի բան ասելու ես, չէ՞։ Չէ, չէի վախենում Արմոյից։ Ես ճիշտ գտա, որ իմաստ չկար էլ շարունակելու այս ամեն ինչը։ Սենց ավելի ապահով կլինենք։ Ինչ-որ մեր թեման կիսատ մնաց։ Իմ ասելիքը գիտես, ավելացնելու էլ ոչ մի բան չունեմ։ Վարո, աղբոր պես չսկսես գլխից քարոզ կարդալ։ Շատ լավ է, որ հասկանում ես պիտի խոսամ, ու այդ խոսացածներս հեչ քո սրտով չի լինելու։ Ես ոչ մի սխալ բան չեմ ասել։ Էդ ի՞նչ ձև էիր խոսում քրոջդ հետ։ Ինչ է նշանակում Նարեն ուրիշ է։ Առհասարակ է ուրիշ, թե քո համար է ուրիշ։ Սկսվեց։ Հա, սկսվեց, աղբերս, ու դու ես սկսել, ոչ թե ես։ Որ բաներ ես ասում, չես մտածում, որ պիտի ասածներիդ բացատրությունները տաս։ Սոնայի առաջ եթե տենց արգելքներ ես դրել, ինչ ես կպել դու Նարեից։ Ինչ տարբերություն։ Նարեն թե Վռաման, նույն տնից չէ։ Դու իմ աղբերն ես ու չեմ կարծում, որ ինձ ինչ-որ խաբելու բան կունենաս։ Վարո, ասածից ես սխալ ենթադրություններ ես անում։ Լավ էլի աղբորպես արի հիմա դու մի սկսի էլի հեքիաթներ պատմել։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, Հայկո։ Իմ համար ընդհանրապես տարբերություն չկա, քո կողքը Նարեն կլինի, թե ուրիշ ինչ-որ աղջիկ, քո ընտրությունն է։ Բայց այսքանից հետո դու չես կարա Սոնայի առաջ արգելքներ դնես։ Ում ես խաբում։ Սոնային, ինձ թե քեզ։ Աղբերս արդեն հորինում ես։ Հա, հորինում եմ, բայց հեչ քեզ նման չես, է։ Եթե ես ինչ-որ բաներ սխալ ասեի, հիմա կռիվ էիր արել հետս, գոռացել էիր։ Մարդ ենք սպասում։ Հա, ես կբացեմ։ Բարև, բալես։ Բարև, պապ։ Լավ ես։ Լավ եմ։ Քանի անգամ զանգել եմ չես պատասխանում։ Պապ կներես ուղակի հեռախոսից ձայնը անջատել էի, չեմ լսել։ Հիմա ձևեր թափեմ, որ հավատում եմ, թե հասկացա, անտրամադիր ես։ Պապ, ես լավ եմ։ Ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Ես այդ խնդիրներից տեղյակ եմ։ Դրա մասին չեմ խոսում, որովհետև գիտեմ, այդ սա խնդիրները լուծված են։ Բայց արի ունենց անենք, որ էլ նման բաներ չկրկնվի Սոնա։ Դու երբ ես գալու։ Բան չմնաս, բալես։ Բարև։ Իրականում մարդիկ, որ դուրս իրար հանդիպում են կամ մեկը մյուսի տուն է գնում, հարգանքից ելնելով իրար գրկում են, բարևում են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է։ Լիլիթ ջան, Վարոն ընկերս է,
Վարո, Լիլիթ դա քեզ պատմել եմ իրա մասին։ Չոճելի է, որ բոլորի մոտ իմ մասին պատմում ես։ Իսկ լավ բան է պատմել, թե վատ։ Սենց ասեմ Լիլիթ ջան, նենց է քեզ ներկայացրել, որ դրսում տեսնեի հաստատ կիմանայի, որ դու ես Լիլիթը։ Իսկ այդ լավ է, թե վատ։ Դե լավ, դե, եկեք չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինչի համար ենք հավաքվել։ Սոնան։ Սոնան չգիտի որ ստեղ ես։ Շատ լուրջ է։ Դե այնքան լուրջ է, որ փակվել է սենյակում ու դուրս չի գալիս։ Լավ, հասկացա։ Թե ես գնամ իր մոտ, դուք պատրաստվեք, ես հեսա գալիս եմ։ Ինչին պատրաստվենք Լիլիթ ջան։ Ասում եմ պատրաստվեք, ես հեսա գալիս եմ։ Ոնց են պատրաստվում, Հայկո։ Դե լավ ձեռես առնում Վարո։ Ոնց որ պես աղջիկներ մեզ ձեռ առնում։ Չէ, ինքը տենց է։ Այսինքն շատ ուրախ անցնելու։ Սոն։ Սոնա։ Լի։ Տա-դա-դա-դամ։ Ինչ ես տենց երկար նայում։ Առաջին անգամ ես ինձ տեսնում։ Գիտեմ, որ շատ սիրուն եմ, բայց արձագանքդ մի տեսակ է։ Լիլ այնքան լավ բան արեցիր, որ եկար։ Ինձ Հայկն է կանչել։ Հայկը։ Ասեց, որ անտրամադիր ես, ես էլ եկամ։ Էլի վրամն է։ Սոն, մի օր կպատմես ինչ ա եղել, թե այդպես էլ չես ասելու։ Կասեմ։ Արմո, ինչ ես այդ տղասքան զանգում, ինչ ա եղել։ Զանգում եմ, որ իմանամ ոնց ես։ Ամեն ինչ կարգին է քո մոտ, թե չէ։ Այսքան տարվա մեջ չէի զանգում, նոր ես ուզում իմանաս իմ հալը։ Լավ եմ, Արմո ջան, էլ չզանգես։ Չէ, ձյաց քաջիկ։ Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Ինչ ես ուզում, Արմո, ինչն ա ուրիշ։ Այ քեզ բան։ Ես քո մասին մտածեմ, նեղվեմ, դու էլ սենց պատասխանես։ Ճիշտ են ասում էլի լավություն մեզ դարում չի անցնում։ Արմո ջան, ես հիմա գնում եմ խոթընձելու։ Կլինի որ մի քիչ ուշ խոսանք։ Սպասի ձյաց քաջիկ։ Ասա։ Դու ձյաց Սաքոյին ինչ որ բան ես ասել։ Մեր են թեմաներով։ Ուղղակի պատերն էլ ականջում են։ Չեմ ուզում հանգիստ խոսամ։ Չէ, չեմ ասել Արմո։ Այսքան տարի պահել եմ, որ դու գիտես, որ Սաքոն իմացավ, ոչ ինձ կխնայի, ոչ էլ քեզ։ Դու իմ մասին մի մտածի, ձյաց քաջիկ։ Կարևորը քեզ վատ բան չլինի։ Ապրես։ Ճիշտ ես արել։ Լավ դե ձյաց քաջիկ, գործերիդ նայ։ Հենց ինչ որ բան պետք լինի, առանց մտածելու կզանգես ինձ։ Եղավ Արմո։ Ապրես։ Լավ էլ խափում ես, ձյաց քաջիկ։ Ապրես։ Պարապել ես։ Կամ էլ ձյաց Սաքոնն է հետդ պարապել։ Սոնա գիտես, որ չեմ սիրում, երբ զանգում եմ ու չես պատասխանում։ Կբացատրես ինչ ա եղել, նորմալ է ամեն ինչ։ Սոնա գիտես, որ չեմ սիրում, երբ զանգում եմ ու չես պատասխանում։ Կբացատրես ինչ ա եղել, նորմալ է ամեն ինչ։ Դե ասա ինչ անեմ։ Սոն, մի նեղացի, բայց իրականում Հայկը ճիշտ է։ Համ իրար հետ չեք էլ լինելու, բայց անընդհատ իրար հետ պատճառներ եք ման գալիս շփվելու։
Այդպես քեզ ես է տանջում։ Լիլի, ես չգիտեմ հետո ինչ կլինի։ Այսինքն կարող է միանաք։ Սոնա մի օգտվի նրանից, որ տնից չեմ կարողանում այս պահին դուրս գալ, որ մի քիչ էլ շարունակեցիր սենց ձեր տուն եմ գալու։ Աղջիկ ջան, 1000 բան ա մտքովս անցնում։ Վրոմ ես լավ եմ, ամեն ինչ կարգին է։ Կարևորը դու լավ եղի, որ ես ինձ հանգիստ զգամ, լավ։ Ես չեմ ուզում հանդիպենք։ Էդ սխալ է։ Դու քեզ լավ նայ, հա։ Սոն, դե մի նեղվի, ուրիշ արձան կգտնենք քո համար։ Ինչ, դե դու միշտ տենցներին ես չես սիրում։ Էլի հարց չկա, բայց հիմա ասա հասկանամ ինչ ա եղել, Սոնա։ Տունը կարող է քեզ բան են ասել, եթե տենց բան կա, ասա։ Ես պիտի ամեն ինչ իմանամ, Սոնա։ Վրոմ ինձ ոչ ոք ոչ մի բան չի ասել։ Ուղղակի մեր հանդիպելը շատ սխալ է, մենք իզուր իրար ենք այդպես տանջում։ Նորից եմ ասում, ուղղակի քեզ լավ նայ, լավ։ Սոն, Վրոմ ինձ ոչ ոք ոչ մի բան չի ասել։ Ուղղակի մեր հանդիպելը շատ սխալ է, մենք իզուր իրար ենք այդպես տանջում։ Նորից եմ ասում, ուղղակի քեզ լավ նայ, լավ։ Ռամ, ո՞նց ես։ Տեսքը տեսար ոնց որ ավելի լավ է։ Բան աղել։ Քեզ որ մի բան խնդրեմ կանես։ Հա, իհարկե։ Կզանգես Սոնային։ Ինչի համար։ Դե զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Նամակ ա ուղարկել, բայց զգում եմ, որ անտրամադիր է, լավ չի։ Ու մտածում ես ավելի լավ կլինի, եթե զանգես հետը խոսես։ Դե որ զանգես, գոնե կիմանամ ինչ ա եղել։ Կզանգեմ, ուղղակի չգիտեմ արժի թե չէ։ Չհասկացա։ Հիմա դու ինչքան շատ իր հետ փորձես կապ պահել, Սոնայի համար դժվար է լինելու ձեր հարաբերություններին վերջ տալու ու ավելի տանջվելու է։ Իմաստ չունի։ Իսկ ով ա ասել, որ մենք մեր հարաբերություններին վերջ ենք տալու։ Դու տենց չէիր մտածում Նարը ինչ-որ բան ա փոխվել։ Կզանգես։ Կզանգեմ։ Ուր ասար մտքերով Այկո։ Միքոյի մասին եմ մտածում։ Ինչ ես որոշել, կարող է գնանք գյուղ, մտ հասկանանք ինչ ա եղել։ Չէ։ Ինչի համար։ Պիտի հասկանանք Արմոն ճիշտ է ասում թե չէ։ Կարող է հերթական անգամ Նարային տեսել ու ինչ-որ բաներ հորինել։ Արմոն ամեն ինչի պատրաստ է, որ Նարային վախի մեջ պահի։ Նարայի վախն էլ դու ես, հա։ Լավ, վերջել բան չեմ ասում։ Եթե Միքոն իրոք Հայաստանում է, պիտի ինքը գար ու ինձ գտներ։ Տան տեղն էլ գիտի, համարս էլ ունի։ Եթե իրոք Հայաստանում է, էլի։ Կարող այդ մարդը չի ուզում ինձ տեսնի։ Ու տենց հանգիստ ասում ես այդ։ Հանգիստ չեմ ասում, Վարո։ Ինձ ներսից ուտում եմ։ Ինչ դուրս եմ եկել ընկած Միքոյին եմ ման գալիս, բայց ոչ մի լուրջ չկա, ոչ մի ձև չեմ կարողանում գտնեմ։ Մինչև վաղը կհասկանամ ինչ եմ անում։ Պիտի ինքն էլ հասկանա, որ մեզ պիտի գտնի։ Պիտի ինքն էլ հասկանա, որ այս աշխարհում մեզնից բացի ոչ ոքի չունի։
Այս մեկն ես հագնելու։ Ինչի համար։ Որովհետև ես եկել եմ, որ տրամադրությունդ բարձրացնեմ, իսկ վարգույները լավ ազդեցություն են ունենում մարդու տրամադրության վրա, այնպես որ սա ես հագնելու։ Լավ է Լիլիլ։ Երանի քո հավեսին։ Երանի քեզ, որ ունես իմ նման ընկերուհի։ Լավ, համոզեցիր։ Դե լավ, ես գնամ սուրճ պատրաստեմ, սպասում եմ հագնվի իջի ներքև, լավ։ Չեմ ուզում ներքև իջնենք։ Չեմ ուզում չկա, ես գնում եմ ու սպասում եմ քեզ հագնվի արի։ Իմ զանգին էլ չի պատասխանում։ Ուրեմն հաստատ մի բան եղել է Նարե, ես պիտի գնամ։ Գժվեցիր։ Ուր ես գնում։ Գնում եմ Սոնայից տուն։ Հա, ու այդ աղջկա համար ավել խնդիրներ ստեղծես։ Հետ է զանգում։ Բարձրախոս միացրու։ Վրամ։ Կլինի վստահես ինձ։ Ես քեզ խոսք եմ տալիս ամեն ինչ մանրամասն կպատմեմ։ Բայց հիմա կարիք չկա բարձրախոս միացնելու։ Աղջիկա, նեղված է, կարող ինչ-որ բան ասի, որ պետք չի լսես։ Ալո, Սոն։ Բարև Նարե։ Բարև Սոն ջան, ո՞նց ես։ Լավ։ Սոն, այս երկու օրը այնքան բարդ օրեր էին, չհասցրեցի հետդ խոսեմ։ Զանգել եմ տեսնեմ ոնց ես, որովհետև մեր տնից գնալուց քեզ այդքան էլ լավ չի զգում։ Համել ուզում եմ քեզ տեղյակ պահեմ, որ Վրամը արդեն դեպի լավն է գնում։ Դու եր չի ասել, որ քեզ տեղեկացնեմ։ Թե ասա սուրճը որտեղ եք պահել։ Ոսկի այն չափակի տակ եք պահում։ Այ տղա սիրտս կանգնեց։ Էս իր չեմ անգալիս։ Ոյ հո, աչքիս տակ դրած է եղել, չեմ տեսել։ Ես էլ եմ սենց բաների տեղերը նոր սովորում։ Դե ուրեմն շաքարավազներ դուր։ Իսկ կարող ես սրճեփի մեջ 4 գտալ սուրճ լցնես։ Չորս բաժակ էլ ջուր։ Չորս կթալել շաքարավազ։ Չէ, ես դառն եմ խմում։ Բա ինչի համար էր տեղը հարցնում։ Ինչի ձևը տենց չի։ Դե լավ, ես մինչև սուրճ եփեմ, դու գնա Հայկին ասա թող գա, հա։ Էլ ինչ մնաց անես։ Մնաց տնես գազի վրա։ Հայ, թե ուզում ես դու դիր։ Լավ, տուր, ես կդնեմ։ Դու գնա, բայց Հայկին կասես գա։ Սոն, պապա դու Հայկը իմացան, որ մեր տուն ես եկել։ Ամեն ինչ կարգին է։ Հա, իմացել են։ Ես եմ ասել։ Ու առհասարակ ես մերոնցից ոչ մի բան չեմ թաքցնում։ Ու հա, ամեն ինչ կարգին է։ Վրամը էլ չի ջերմում։ Չէ, չի ջերմում, ճիշտ է, թույլ է, բայց ամեն ինչ ավելի լավն է գնում։
Սոն ինձ կասես Հայկը ինչ թխված քա սիրում, ուզում եմ պատվիրեմ, մի քիչ ուրախացնեմ, չեմ կարող ընտրեմ։ Իր խոսում է։ Լավ, ես կընտրեմ, արագացրու փոխվի արի սուրճը սառնու։ Կներես նարե Լիլիթներ։ Հա, հասկացա, կարևորը դուք նորմալ եք ամեն ինչ լավ ասում ջան։ Շնորհակալ եմ, որ զանգեցիր, բայց էլ չեմ կարող խոսամ, անհարմար է ընկերուհիս ինչքան ժամանակ է մեր տանն է Հայկի հետ է մենակ թողել։ Լավ մնա։ Հա, Նարը ինչ ասեց։ Ասեց սա ամեն ինչ կարգին է։ Բա ինչի ես, նենց դեմքով կանգնել, ոնց որ հեսա մեկին կսպանես։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Նարը հաստատ նորմալ է ամեն ինչ։ Հա, Սոնան ասեց նորմալ է։ Ես շատ հոգնած եմ, գնամ սենյակ հանգստանում։ Այս Սոնայի ընկերուհին ոնց որ ահագին տարօրինակ է, հա։ Բայց մի տեսակ անընդհատ քեզ է նայում, եսի։ Վարո, էլի պարապ մնացիր, մտքիդ ինչ ասես սկսեց գալ։ Էս էլ մենք։ Եկեք նստեք, երեխեք ջան։ Ապրեք, երեխեք ջան։ Անուշ լինի։ Շատ համով կոֆե է։ Ապրես Հայկ ջան։ Ինձ ասել են, որ ես շատ համով եմ պատրաստում սուրճ։ Լավ ես, Սոն։ Պապայի հետ խոսել ես։ Այսօր չէ, ինչի։ Զանգել էր ինձ։ Ինչ էր ասում։ Հայկ, ոնց է ստացվում, որ մենք իրար հետ խոսում ենք, որոշում ենք, որ ամեն ինչ պետք է մեր մեջ մնա, բայց դու ինձ մի բան ես ասում, հետո զանգում ես պապային ամեն ինչ պատմում ես։ Սոնա, ինչ ես խոսում։ Քո համար նորություն է, որ պապատ քո ամեն շնչից տեղյակ է ու տեղյակ է իր ձևերով։ Այսինքն ես երեխա եմ, որ քեզ ինչ-որ մի բան ասեմ, հետո ուրիշ բան անեմ։ Անիկ ջուր էի ուզել։ Այդ ժամացույցը գոնե վերցրու սեղանից։ Յա, քեզ ինչ եղավ։ Ես էլ չեմ կարում Սակո։ Էլ դիմանալու չի։ Ես էլ եմ մարդ։ Այնքան եմ լռե ասելիքներս եկել են, հավաքվել են կոկորտս ու ինձ խեղդում են։ Քեզ թվում է ես չեմ մտածում։ Չեմ վախենում։ Թե մենակ դու ես անհանգստանում։ Բայց ես էլ չեմ կարում, Սակո։ Էլ դիմանալու չի։ Անիկ։ Ինչ։ Մեկ կբացատրես, հասկանամ ինչ ես ասում։ Հա։ Կբացատրեմ։
Չնայած խոստացել էի, որ ոչ մի բան քեզ չեմ ասելու, բայց էլ չեմ կարող, Սաքո, էլ չեմ կարում։ Երիկա